Ցանկանում եմ ձեզ հետ մեկ փորձով կիսվել։ Դա ինձ հետ տեղի էր ունեցել, երբ ես մոտավորապես 20 տարեկան էի։ Ես սովորում էի, կրթություն էի ստանում և այնտեղ մեկ ծանոթ ունեի։ Ինչպես որ ես էի մտածում, նա բաց էր Աստծո խոսքի համար։ Ես նրա հետ Հիսուսի մասին էի խոսում էի այն բանի մասին, թե ինչ է Աստված ինձ տալիս, և երբ ես նրան Հիսուսի մասին էի պատմում, նայում էի նրա վրա և թվում էր, որ նա ընդունում է։ Նա ամեն ինչի հետ համաձայն էր։ Նա լսում էր, ընդունում էր, և ես այնքան երջանիկ էի։ Ես շատ ուրախ էի, որ ինչ-որ մեկի հետ Հիսուսի մասին եմ խոսում։ Բայց մի անգամ նա ինձ ասաց. «Էդիր, ինձ լսիր, ես եկել եմ այստեղ, որպեսզի սովորեմ, կրթություն ստանամ։ Ես այստեղ չեմ եկել, որ Հիսուսի մասին լսեմ, որ ինձ ինչ-որ մեկն Աստվածաշնչի մասին պատմի։ Ես ընտանիք ունեմ, ես հիմա աղքատ եմ, շատ կարիքներ ունեմ։ Ես պետք է իմ կյանքով ապրեմ։ Ես պետք է կրթություն ստանամ, որ հետո էլ կարողանամ իմ ընտանիքին օգնել»։ Եվ երբ նա այդպես էր խոսում, նրա յուրաքանչյուր բառը կարծես թե հարված լիներ ինձ համար։ Ես իմ ներսում այդ ցավն էի զգում։ Մենք երեկոյան ժամերին էինք սովորում, և դասերից հետո ես ոտքով տուն էի գնում։ Այդ ժամանակ ոչ ոք ինձ չէր տեսնում։ Ես քայլում էի և լաց լինում։ Ես այնպես էի լացում, բայց ոչ թե ուղղակի լացում էի, կարող եմ ասել ես ողբում էի այդ պահին։ Դա շատ խորն էր։ Եվ որքան որ հիշում եմ, դա միակ անգամն էր, որ ես այդպես լացում էի։ Իմ ներսում այնքան մեծ ցավ կար։ Կարող եմ ասել ես նվաստացած էի։ Իմ ներսում վրդովմունք կար։ Ես մտածում էի, որ համարյա գրավել եմ այդ հոգուն Հիսուսի համար։ Մտածում էի, որ նա փրկություն կստանա։ Եվ ես քանի դեռ տուն էի գնում, Աստծո հետ էի զրուցում։ Ես լաց էի լինում և ասում Աստծուն. «Տեր, ես ընդամենը մեկ հոգի էի խնդրել, մեկ հոգի, ում կարող եմ փրկել։ Եվ հիմա, երբ ես հիշում եմ այդ պատմության մասին, դա ինձ շատ ուժեղ դիպչում է։ Որքան մեծ է Աստված։ Որովհետև այսօր մեր եկեղեցին գրեթե ամբողջ աշխարհով մեկ տարածված է։ Բոլոր երկրներում մարդիկ Աստծուն են դիմում, փրկություն են ստանում։ Մարդիկ ամեն ինչ թողնում են և հետևում են Աստծո խոսքին, իրենց կյանքն Աստծուն են տալիս։ Եվ հիմա ես կարող եմ ասել, որ Աստված իմ կյանքում կատարել է այն խոստումը, որն Աբրահամին էր տվել։ Աբրահամը ընդամենը մեկ որդու էր ցանկանում։ Նրա կինը Սառան, ինչպես որ հիշում եք, անպտուղ էր։ Նրանք հնարավորություն չունեին երեխա ունենալու։ Եվ Աբրահամը ընդամենը մեկ երեխա էր խնդրում։ Աստված Աբրահամին այսպես էր ասել. «Աբրահամ, երկնքին նայիր։ Նայիր բոլոր աստղերին։ Փորձիր հաշվել այդ աստղերը, եթե իհարկե կարող ես»։ Բայց ինձ հետ չի եղել ինչպես Աբրահամի հետ։ Ես չեմ նայել աստղերին, երբեք այդպիսի պատկերացում չեմ ունեցել, բայց ես այդ վրդովմունքն եմ ունեցել։ Եվ այն խոստումը, որն Աստված տվել էր Աբրահամին, Աստված կատարել է Աբրահամի կյանքում։ Եվ նրան տվել է շատ որդիների, շատ երեխաների։ Բայց Աստված ինձ հետ չի զրուցել։ Բայց Աստված իմ կյանքում արել է այն, ինչ որ Աբրահամի կյանքում էր արել։ Այդ խոստումը իմ կյանքում է կատարվել։ Եվ հիմա ես վստահությամբ կարող եմ ասել, որ շատ մարդիկ նույնիսկ չեն պատկերացնում, թե որքան թանկարժեք է նրանց հոգին։ Միայն նրանք կարող են պատկերացնել, ովքեր Տեր Հիսուսի հետ այդ հանդիպումն են ունեցել։ Սուրբ Հոգու մկրտությունը։ Ովքեր, ինչպես որ Հիսուսն էր ասում,
ծնվել են ջրից և հոգուց։ Միայն այդ մարդիկ կարող են գնահատել այս խոսքերի արժեքը։ Եվ միայն նրանք գիտեն, թե որքան կարևոր է նրանց հոգին։ Որովհետև ցանկանում էի, որ այդ մարդն ունենա այն, ինչ որ ես ունեմ, որպեսզի նա նույնպես փրկություն ստանա։ Եվ այսօր այդ փրկությունն այն է, ինչ որ մենք ձեր բոլորի համար ցանկանում ենք։ Մենք ցանկանում ենք, որպեսզի դուք բոլորդ փրկված լինեք։ Բայց մենք չենք կարող ձեզ ճնշել։ Չենք կարող այդ փրկությունը ուժով փոխանցել։ Հենց ինքը Աստված չի ստիպում, որպեսզի մարդն ընտրի այդ փրկությունը։ Աստված չի ստիպելու, որպեսզի ընդունեք նրան։ Դա ձեր յուրաքանչյուրի մասն է։ Դուք հասկանում եք, թե ինչի մասին եմ ես խոսում։ Աստծուն ընդունելն անձնական որոշում է։ Դուք ովքեր ծնողներ եք, դուք երեխաներ ունեք և նրանց համար ամենալավն եք ցանկանում։ Բայց եթե երեխաները չեն ցանկանում հնազանդվել, դուք ոչինչ չեք կարող անել։ Դուք նայում եք և կարծես թե ուժ չունեք, որովհետև այդ երեխաները վարվում են այնպես, ինչպես ցանկանում են։ Դուք ունեք բոլոր պայմանները, որպեսզի օգնեք նրանց, բայց դուք ոչինչ չեք կարող անել։ Նրանք ցանկանում են մնալ այնտեղ, որտեղ իրենց դուր է գալիս։ Շատ երիտասարդներ այսօր մեծ գումարներ են կորցնում։ Շատերը դրամախաղերի մեջ են խորանում և ամեն ինչ կորցնում են։ Բայց նրանք նույնիսկ չեն պատկերացնում, որ ամենամեծ բանը, որ նրանք կորցնում են, դա գումարը չէ, դա նրանց հոգին է։ Շատերը, ինչպես որ իրենք են ասում, ցանկանում են բախտը փորձել, բայց ոչ մի բախտ էլ գոյություն չունի։ Ինչպես որ այդ դրամախաղերը, այնպես էլ այդ բախտը, որը մարդիկ ցանկանում են փորձել, ցանկանում են հաջողություն ունենալ, այդ ամենը գոյություն չունի, որովհետև սատանան է դա ստեղծել։ Սատանան է տարածում մարդկանց ներսում բախտի մասին այդ նորությունը։ Իհարկե նա մի քիչ հաջողություն է տալիս մարդկանց, նրանք որոշ բաներ հաղթում են, բայց հետո ամեն ինչ կորցնում են։ Ցույց տվեք ինձ մի մարդու, ով բախտի կամ հաջողության պատճառով հարուստ է դարձել և կարողացել է այդ ամենը պահպանել։ Իհարկե այսօր շատ մարդիկ հարստանում են շատ վատ ճանապարհներով, գողությամբ, խաբեությամբ, բայց այդպիսի մարդիկ ամեն ինչ կորցնում են։ Նրանք մինչև վերջ չեն կարող այդ ամենը պահել։ Ինձ մի մարդու ցույց տվեք, ով իր կյանքում երջանիկ է միայն բախտի և հաջողության պատճառով։ Այդպիսի բան գոյություն չունի։ Բայց երբ կհարցնեն, ով է արդեն դրամախաղերի մեջ եղել, շատերը իրենց ձեռքերը կբարձրացնեն, որովհետև հավատացել են դրան։ Եվ այդ նույն դրամախաղերը, բախտը, հաջողությունը, այդ ամենը մեկ աղբյուրից է գալիս՝ սատանայից։ Իմաստուն մարդն այսպես է ասում. ես իմ կյանքը հաջողության կամ բախտի վրա չեմ հիմնի։ Ես իմ կյանքը կհիմնեմ Աստծո խոսքի վրա։ Այդ մարդը խաղադրույք է կատարում Աստծո խոսքի վրա։ Եվ անհնար է, որպեսզի Աստծո խոսքը չկատարվի նրա կյանքում։ Այստեղ բախտի հարց չկա։ Որովհետև շատ մարդիկ ասում են, բախտս բերեց, որ սա կատարվեց։ Բայց շատերն էլ ասում են, իմ բախտը չի բերում այս հարցում։ Ես ինքս իմ մասին կարող եմ ասել։ Եթե ես օգտագործեմ այդ բառերը, կարող եմ ասել, որ իմ բախտը չի բերել ոչ մի հարցում։ Մի մտածեք, որ ես միշտ երջանիկ եմ եղել և միշտ հաջողություն եմ ունեցել։ Ինձ համար միշտ ամեն ինչ դժվար է եղել։ Ես շատ դժվարությունների միջով եմ անցել և այսօր կարող եմ ասել. ես ստացել եմ Սուրբ Հոգուն, ճանաչել եմ Աստծուն, որովհետև հավատացել եմ նրա խոսքին, այլ ոչ թե այն պատճառով, որ իմ բախտը բերել է։ Ձեր ամբողջ կյանքը, ձեր հոգին, միտքը Աստծո խոսքի վրա հիմնեք։ Եկեք միասին հիմա կարդանք այդ պահը։ Ահա, ուշադիր եղեք։ Իմ ինչին է պետք ձեր զոհերի շատությունը, ասում է Տերը։ Ես կշտացել եմ խոյերի ողջակեզներից, պարար տանասունների ճարպից։ Չեմ ախորժում զվարակների, գառների և նոխազների արյունից։
Աստված այստեղ Հուդայի ցեղի հետ էր խոսում։ Այդ ցեղը նա իր համար էր ընտրել, բայց Իսրայելում անջատում էր տեղի ունեցել։ Երբ գալիս եք ինձ պաշտելու, ով է այդ պահանջել ձեզնից, որ կողոտեք իմ սրահները։ Այլևս սին-ընծաներ մի բերեք, ձեր խունկը գարշելի է ինձ համար։ Չեմ կարող տանել ձեր ամսամուտները, շաբաթները և ժողովների գումարումները։ Ձեր տոնախմբությունն իսկ անօրենություն է։ Ձեր ամսամուտներից և նշանակված տոներից զզվել է հոգիս։ Դրանք բեռ են ինձ վրա, հոգնել եմ դրանք տանելուց։ Այստեղ ինչ-որ մենք կարդում ենք, ինչ-որ նրանք արել են, նրանք օրենքով են արել։ Բայց Աստված ինչ է ասում, այդ ամենը ծանր են ինձ համար։ Ես հոգնել եմ դրանք տանելուց։ Դուք տեսնում եք, թե ինչպես է Աստված խոսում։ Ձեր ամսամուտներից և նշանակված տոներից զզվել է հոգիս։ Դրանք բեռ են ինձ վրա, հոգնել եմ դրանք տանելուց։ Երբ դուք տարածում եք ձեր ձեռքերը, ես իմ աչքերը կծածկեմ ձեզնից։ Երբ շատացնեք ձեր աղոթքները, ես ձեզ չեմ լսելու, ձեր ձեռքերը լի են արյունով։ Ինչպես որ Աստված այստեղ խոսում է իր ժողովրդի հետ, այս նույն խոսքերը այսօր մեզ են վերաբերվում։ Սրանք այն մարդկանց մասին են, ովքեր եկեղեցի են գալիս, զոհաբերություն են բերում, աղոթում են, շատ ծոմեր են պահում, զոհասեղան են բարձրանում, Աստծուն մեծ զոհեր են բերում։ Նրանք ամեն ինչ անում են, բայց նրանց արածը միայն այդ ֆիզիկականն է, միայն երևացող բաներում է։ Չնայած այդ ամենին, նրանց սիրտը հեռու է Աստծուց։ Այդ ամենն այսպես է անվանվում. մաքուր կեղծավորություն։ Իհարկե սա բոլոր մարդկանց մասին չէ, բայց շատ եկեղեցիներում մարդկանց մեծ մասն այսպես է վարվում։ Մարդիկ զոհում են, աղոթում, ծոմ պահում, գիշերային աղոթքներ են անում, բայց այդպես էլ չեն ստանում Սուրբ Հոգուն։ Մարդիկ այդպես էլ չեն ճանաչում Աստծուն։ Եվ նույնիսկ իրենց փրկության մեջ վստահություն չունեն։ Այդ մարդկանց ներսում Սուրբ Հոգու երջանկությունը չկա։ Բայց ինչու է դա լինում։ Այն բոլոր մեղքերի պատճառով, որոնք մարդիկ կատարում են։ Եվ ես ձեզ հետ անկեղծ եմ լինելու, իմ ընկերներ։ Անիմաստ է, որպեսզի դուք ձեր ամբողջ գումարները բերեք եկեղեցի, զոհաբերեք, բայց չնայած այդ ամենին շարունակեք մեղքի մեջ ապրել։ Իհարկե դուք կարող եք ֆիզիկական օրհնություններ ստանալ, դուք ձեր հավատն եք օգտագործել, բայց եթե դուք այդպես շարունակեք, ամենամեծ օրհնությունը, այսինքն Սուրբ Հոգուն, դուք այդպես էլ չեք ստանա։ Եվ ո՞րն է պատճառը։ Պատճառը նրանում է, որ ձեր ձեռքերը կեղտոտ են։ Այն ձեռքերը, որոնցով դուք զոհաբերություն եք բերում, նրանք չար են և կեղտոտ։ Եվ այստեղ Աստված ասում է. լվացվեք, մաքրվեք, հեռացրեք ձեր չար արարքներն իմ աչքերի առջևից, դադարեք չարիք գործելուց, սովորեք բարություն անել, իրավունքին հետամուտ եղեք, հանդիմանեք հարստահարողին, արդար դատ արեք որբին, պաշտպանեք որբևայրու դատը։ Հիմա եկեք վիճաբանենք, ասում է Տերը, եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն, եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան, եթե դուք հոժար լինեք ու լսեք, կճաշակեք երկրի բարիքը։ Աստված այստեղ չի ասում, եթե դուք զգաք այդ ցանկությունը, որ պետք է լսեք, հնազանդվեք, այստեղ Աստված ասում է, եթե հոժար լինեք և լսեք, այսինքն եթե դուք ցանկանաք դա, ինչ որ դուք ցանկանում եք, դուք ձեր մտքում եք որոշում,
մինչև որ դա կանեք։ Բայց եթե դուք սկսեք որոշումներ կայացնել, հետևելով ձեր սրտի ցանկություններին, այլ խոսքերով ասված, դուք հիմնվելու եք բախտի վրա, հաջողության վրա, և ձեր կյանքում պարտություն է լինելու։ Բայց ահա թե ինչ է Աստված առաջարկում, եթե ցանկանաք և հնազանդվեք, եթե դուք որոշեք այդ ամենը։ Իհարկե դուք դժվարությունների միջով կանցնեք, որպեսզի հետևեք Աստծո խոսքին։ Ամեն ինչ հեշտ չի լինելու։ Բայց եթե դուք իմաստուն եք, դուք հասկանում եք, որ դա ամենալավ որոշումն է։ Կարող եմ ձեզ մի բան ասել. եթե դուք ձեր մտքով եք կողմնորոշվում, և եթե ձեր միտքը Սուրբ Հոգու կողմից է ուղղորդվում, դուք ձեր կյանքի համար օրհնություն եք ստեղծում։ Եվ հիմա ուշադրություն դարձրեք 73-րդ Սաղմոսին և խոսք 24-ին. Դու ես ինձ առաջնորդում քո խորհրդով։ Եվ վերջը փառքով պիտի ընդունես ինձ։ Աստված մեզ իր խոսքով է առաջնորդում, իսկ հետո մեզ իր փառքով է ընդունելու։ Եվ իմ ընկերներ, մեր բոլորի հոգին շատ թանկարժեք է։ Մեր հոգու արժեքը անսահման է։ Ձեր հոգու գինն այնքան մեծ է, այնքան հսկայական է, որ Տեր Աստվածն իր միածին Որդուն է ուղարկել ձեզ համար, որպեսզի նա մահանա ձեզ համար։ Նույնիսկ եթե երկրի վրա մեկ մարդ լիներ ընդամենը, ով մեղքի մեջ էր, ով փրկության կարիք ուներ, Հիսուսը միևնույն է կգար այս աշխարհ, որպեսզի փրկեր նրան, որպեսզի մահանար նրա համար։ Բայց նա չի եկել ընդամենը մեկ մարդու համար, նա մեր բոլորի համար է եկել։ Հարկավոր է միայն ուշադիր լինել և հասկանալ,